ովքեր դիտել են մեր բակը, երևի հիշում են այն տեսարանը, որ հերոսուհին գոռում էր նու գավադի մկո գավադի, հա։ Հիմա ամբողջ ազգս նստած սպասում է թե մկոն երբ է խոսալու, իսկ մկոն էլ սպասում է թե իրեն երբ են ասելու խոսա։ Ամսի 7-ի գիշերը, ինչպես ես ներկայացեցի, այն հանգամանքը, որ ընտրատարածքները փակել են եւ հաշվարկը դադարեցրել են, հասնելով Երևանի թվերին, ես որակեցի դա որպես բանակցային փուլ։ Արդեն գիտեն պարզա, որ Նիկոլ Փաշինյանը չի անցե, հիմա գնում է բազարը տեղերի կանակի վրա։ Եվ այդ բազարը ակնհայտորեն մինչև այսօր չի ավարտվել։ Հիմա ուղղակի անհամբեր սպասում եմ, թե ով է առաջինը գոռալու, որ մենք բոլորս Գեռամ Նազարյաններ ենք։ Հա, ընդ որում, Գեռամ Նազարյան բանը խոսքը արդեն հավասարվել է Նիկոլ Փաշինյան եսույթին։ Այնպես որ հարգելի ճակերտավորում դիմադիրներ, ես ձեզ իհարկե լավ գիտեմ ձեր բովանդակությունը, հա, մոտիվացիաները, իմացեք, որ դուք մեծ շանս ունեք բոլորդ մի անգամից, առանց որդի կորցնելու փառք Աստծո, բայց դառնալ Գեռամ Նազարյաններ։ Դուք որդիներ չեք կորցրել, բայց ձեր ընտրության արդյունքում մենք բոլորս կարող ենք հայրենիք կորցնել։ Դուք ձայն չեք ստացել, որ գնաք Նիկոլ Փաշինյանի մոտ ընդդիմադիր աշխատեք։ Ոչ մեկ Հայաստանում, ոչ մեկին ձայն չի տվել, բացի այն Եվրոժեխերից, հա, որ մեկը գնա Նիկոլի մոտ պատգամավոր աշխատելու։ 70% մարդ Նիկոլին դեմ է քվեարկե, որ դուք Նիկոլին վռնդեք, ոչ թե Նիկոլի մոտ աշխատեք։ Ես ընդհանուր այն բոլոր ուժերին եմ ասում, ովքեր ըստ Նիկոլի անցնելու են խորհրդարան կամ չեն անցնելու։ Հիշեք, բոլորով ձեզ ձայն են տվել, ընդ որում ռադիկալ ընդդիմությունից, որ ձեզ տանել չէին կարողանում, բայց մտածելով, որ դուք ուժեղ տղեկ եք, դուք կարող եք Նիկոլի հախից գալ, դուք դրանց շնորհիվ եք այսօր ձեր բազարը տանում։ Այնպես որ ես սպասում եմ, թե ձեզանից ով է առաջինը գոռալու մենք բոլորս Գեռամ Նազարյան ենք։ Նու գավադի մկո, գավադի, մեր համար ամեն ինչ պարզ է։ Պարզ է։ Նստած Եվրոպա, Ամերիկա, Ռուսաստան, Թուրքիա, Ադրբեջան կիսում են Հայաստանը, թե ում ինչ է հասնելու, միջև չբարիշեն մկոն չի խոսա, կամ կկուն չի կանչի։ Մի անգամ գոնե մարդ եղեք, մեկ անգամ, թող ձեր գործողությունները ծառայի հայերին, հայրենիքին։